մեր անձը քննելու կարիք կա, որ մեզ բոլորս էլ կարողանանք այս կյանքի մեջ նայել մեր կյանքին եւ տեսնել իրականում մենք ինչ վիճակի մեջ ենք գտնվում։ Ես երեք մի հատ շատ ուժեղ քարոզ լսեցի, շատ վաղ թե այդպիսի քարոզ չեմ լսել եւ ինձ մեջ դրեց Աստված փափակ, որ ես եթե Տերը կյանք տվեց, մյուս կերակի օրը ես կարողանամ դրա մասին խոսալ ճշմարիտ եւ սխալ հավատքի մասին, որն այսօր ցավոք սրտին կարող է պատահի շատ մարդիկ ունենալով կարծիք, որ իրանք ճշմարտության մեջ են, մտածեն, որ իրականում իրանք գտնվեն սխալ վիճակի մեջ։ Սա ցավ է եւ այս ցավը կարող է բացահայտվի միայն այն ժամանակ, երբ որ մեզանից յուրաքանչյուրը կանգնենք Աստծո առաջը։ Այն ժամանակ արդեն չի եղնի ոչ մի ներողություն, ոչ մի խնդրանք, ոչ մի աղերսանք, ոչ մի բան չի կտրի։ Ամեն ինչը կլինի ուշացած։ Ու որպեսզի այդ բանը չլինի, մենք պետք է ձգտենք ավելի խորանանք ճշմարտության մեջ։ Մենք պետք է ձգտենք ավելի հասկանալի դարձնել մեզ այն ճշմարտությունը, որն որ Աստված թողել է մեզ ու մենք մեզ հնարավորություն է տվել, որ այդ ճշմարտությունով առաջնորդվելով մենք հասնենք հավիտենական ուրախությանը։ Հետաքրքիր է, երբ որ մենք կարդում ենք Աստծո խոսքը, մենք տեսնում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը բավականին մեծ քանակությամբ քարոզներ տվեց, մեծ փոքր քարոզներ, որտեղ որ ինքը ներկայացնում էր ճշմարտությունը եւ մարդկանց սովորեցնում էր, թե ինչպես պետք է ապրեն մարդիկ, որ կարողանան այս կյանքի մեջ ճիշտ աստվածապաշտության մեջ լինել։ Ցավոք սրտին շատ մարդիկ այնքան ուշադրություն չեն դարձնում ու ապրում են այնպիսի կյանքով, որտեղ որ կեղծ աստվածապաշտություն կա, որտեղ որ կա կորոնականություն, ռելիգիոզնես, ռուսերեն ասում են, բայց չկա ճշմարիտ աստվածապաշտություն եւ շատ մարդիկ ապրում են այս կյանքի մեջ մտածելով, որ իրանք ճշմարտության մեջ են գտնվում։ Բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսի այս փոքր քարոզները, որտեղ որ ինքը այնպիսի բաներ էր ասում, որ մարդը մի քիչ եթե ուշադիր լսում է, մի քիչ իրան լավ չի զգում, սա իհարկե եթե իրականում լավ չի զգում, շատ լավ է, որովհետև մենք մեղավոր մարմնի մեջ գտնվելով, մենք ապրում ենք այս կյանքի մեջ ու ավելի շատ մեր ուշադրությունը մեր այս մարմնի վրա է, քան թե մեր ամենակարող մեր հոգիների վրա, ավելի շատ ուշադրությունը մեր շուրջը գտնվող մարդկանց վրա է, քան թե ամենակարող Աստծո վրա է։ Դե մարմինն է, էսա ուզում, այնա ուզում, մենք էլ ճիշտ է, մեղավոր բաներ չենք ձգտում մարմնի քմաճուկը անել, բայց դե երբ որ մարմինը ինչ-որ մի բան ցանկանում է, ինչի չտանք, հագնելն է լավ հագնելը, ուտելն է լավ ուտելը, ինչ-որ միտեղ գնալը հանգստանալը, ինչ-որ միտեղ գնալը զբոսնելը, այս ամեն ինչը մեղք չի ու դրա համար երբ որ մարմինը ասում է ուզում եմ, մենք էլ դե ոնց ես առարկեմ ատկաստամ, ասենց ասենք, իմ մարմնին թող վայելի, քանի դեռ այս ֆիզիկական կյանքի մեջ գոյություն ունի եւ ճիճուների փայտ չի դեր։ Ու մեր Տեր Հիսուս Քրիստոսը խոսալով այդ բանի մասին մեզ սթափեցնում է շուտ-շուտ, հասկացնելով, որ ճշմարտությունը մեկ ուրիշ բնույթ ունի։ Այն բնույթը, որն որ շատ անգամ մեզ համար դժվար է հասկանալ։ Ու այսօր մենք պետք է խոսանք մի շատ կարևոր բանի մասին, որն որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի քարոզներից մեկի մեջ կար։ Մատթեոսի 10-րդ գլուխ, ես կկարդամ միայն 28 համարը, բայց մեզ համար շատ մեծ գանձ է դրած այդպես, այդտեղ ու դրա համար մեզ համար շատ նշանակալի է, որպեսզի մենք կարողանանք այս գանձը բաց անել մեզ համար ու մեզ հնարավորություն տալ, որ մենք կարողանանք ճիշտը հասկանալու։ Ուրեմն Մատթեոսի 10-րդ գլուխ 28 համարը, Матвея 10 глава 20-28 стих. Այսօր մի քիչ դժվար է, որովհետև այդ YouTube եմ ասում, բանը Skype-ը հանգցրել են, ես չկարողացա եղբորը ուղարկել, մենակ հայերեն պետք է կարդանք, այստեղ գրած կեղնի հայերեն, ես հույսով եմ, որ ամեն ինչ կդրստվի։ Ուրեմն Матвея 28 глава, 10 глава 28 стих. Եվ մի վախենակ նրանցից, ուշադիր լսեցեք, եւ մի վախենակ նրանցից, որ մարմինը սպանում են եւ հոգին չեն կարող սպանել, բայց ավելի վախեցեք նրանից, որ կարող է հոգին էլ մարմինը կորցնել գեհենի մեջ։ Մի անգամ էլ կրկնենք,
կարճ համարը եւ մի վախեցեք նրանցից, որ մարմինը սպանում են եւ հոգին չեն կարող սպանել, բայց ավելի վախեցեք նրանից, որ կարող է հոգին էլ մարմինն էլ կորցնել։ Ես կարծում եմ, որ չկա ճշմարիտ հավատացյալ, ովքեր որ ուսումնասիրել են Աստծո խոսքը, որ չգիտենան այս երկու խումբը ով ինչ է նշանակում, ով է նրանք եւ ով է նա։ Բայց միևնույն է, մենք մի փոքր խոսանք դրա մասին, որպեսզի մենք կարողանանք հասկանանք։ Այսօր Աստված մեզ բաց է անում մի շատ կարևոր բան։ Գոյություն ունի երկու խումբ, երկու մաս, այսպես ասենք, անհատների մաս, մեկը մեծ խումբ է, մյուսը մեկ անհատ է, որոնցից Աստված դնում է մեր առաջը, որ մենք նայենք ու տեսնենք ումից ենք վախենում, ումից չէ։ Նրանք ովքեր են եւ նա ով է։ Հասկանալի է, որ ես կարծում եմ, որ դուք բոլորդ էլ լավ գիտեք, որ դրանք մարդիկ են չարով լցված, որոնք որ ամեն ինչ անում են, որպեսզի ճշմարտությունը, որն որ առաջնորդվում է, ճշմարտությունով առաջնորդող մարդկանց խեղդել, սպանել, պապանձեցնել, որպեսզի չխոսվի, եւ նրանք նա է ով էլ կոչում է ամենակարող Աստված, ով էլ որ կարող է ոչ թե միայն մարմինը սպանել, այլ հոգին էլ ուղարկել հավիտենական կորուստի։ Առաջի խումբ մասը մաքսիմում ինչ կարող է անել, կարող է մարդկանց սպանել, մաքսիմում ինչ կարող անել մարդկանց սպանել։ Ու դուք գիտեք, որ այսօր սատանան կատաղած ման է գալիս ու ամեն ինչ անում է, որպեսզի մարդկության այն մասը, որ ճշմարտության մեջ է գտնվում, ամեն ինչ անի, որ մարդկությանը վերացնի, այն մարդկության մասը, որն որ ճշմարտության մեջ են վերացնի։ Ու մենք տեսնում ենք, որ ինչպես այսօր, այնպես էլ ժամանակին այս process-ը շարունակվում է։ Մարդիկ հալածվում են, մարդիկ սպանվում են, մարդիկ դժվարության մեջ են ընկնում միայն նրա համար, որ իրենք հավատում են ճշմարտությանը։ Եվ այն մեծ խումբը, որն որ այսօր կոչվում է անհավատ ու անաստված մարդիկ, նրանք ամեն ինչ անում են, որպեսզի այդ մարդկության մասը կարողանա պապանձվի, ոչինչ չասի, ու ես մի հատ օրինակ եմ ուզում բերել Հայտնության գրքի մեջը, որտեղ որ 3 վկաներ ներկայացվեցին, ներողություն, 2 վկաներ ներկայացվեցին Հայտնության գրքի մեջ, որոնք որ այս նեղության ժամանակը, երբ արդեն եկեղեցին չի եղնի, այն ժամանակ մարդկությանը ի հայտ եկան ու սկսեցին քարոզել ճշմարտությունը։ Սկսեցին քարոզել ճշմարտությունը, բայց ինչպես Հիսուս Քրիստոսի ժամանակ, այնպես էլ դրանից հետո ինչքան ժամանակ էլ անցել է, մարդիկ փոխանակ շնորհակալության մոտիկանային ճշմարտության քարոզիչների համար, նրանք մաքսիմում անում էին, որպեսզի այդ քարոզիչներին պապանձեցնել։ Որովհետև այն ինչ որ կոչվում է ճշմարտություն, շատ մարդկանց համար անընդունելի է, սիրելի քույր եղբայրներ, ու ոչ մի անգամ մենք չպետք է իլյուզիա ունենանք, որ երբ որ մենք գնանք անհավատ ու անաստված աշխարհին քարոզելու, նրանք մեզի գրկապած կընդունեն։ Ընդհակառակը ամեն ինչ կանեն, որպեսզի մեզ սուսկացնեն։ Ու նայեք Հայտնության 11-րդ գլխի 9-ից 10 համարներում ինչ է գրված այս 2 վկաների մասին, որոնք որ ճշմարտություն են քարոզում։ Նրանց կսպանեն, եթե տեսեք ինչ է ասում, եւ կտեսնեն ժողովուրդներից եւ ցեղերից եւ լեզուներից եւ ազգերից նրանց դիերը, այսինքն նրանց մարմինները, մեռած մարմինները շնորհավորում էին, ասում են, այս մարդիկ 3.5 տարի մեզի տանջեցին, իրանց հիմարությունները մեզ քարոզելով։ Մենք ուզում ենք վայելել այս կյանքը, իսկ իրանք հիմարություն են քարոզում։ Մարդիկ, որոնք որ այսօր ապրում են այս երկրագնդի վրա, որոնք որ անհավատ են, նրանք ոչ մի անգամ հանգիստ չեն եղնի, նրանք անպայման պետք է հակառակվեն ճշմարտությանը։ Բայց Աստծո խոսքը մեզ հիշեցնում է, որ այդ մարդիկ, որոնք որ ապրում են այս ֆիզիկական կյանքի մեջ ու ճշմարտության դեմ են, նրանց մաքսիմում ինչ որ կարող է անեն, նրանք կարող են մարդու մարմինը սպանել, բայց հոգուն ոչ մի վնաս չեն կարող տալ։ Բայց մեր վախը դեպի Աստված է, որ Աստված, որն որ ոչ միայն իշխանություն ունի մեզ սպանելու, մեզ վերացնելու այս ֆիզիկական աշխարհի մեջ, այլ մեզ ուղարկելու հավիտենական կորուստը, այդ դա է որ մեր վախի նյութը, որն որ մենք պետք է հասկանանք ու
գիտեք, մի անգամ մի որ մտածում ես այդ բանի մասին, մտածում ես որ այս մարդիկ որ մեզ ուզում են սպանել, մեզ ուզում են պապածեցնել, մեզ ուզում են վերացնել, մեզ համար ինչքան լավ պետք է լինի, որ մենք ինչքան կարելի է շուտ Տիրոջ մոտ գնանք։ Նայեք Պողոս Սարաքյալը։ Դուք գիտեք որ Պողոս Սարաքյալը չնայած որ ինքը հավատացյալ էր ու քարոզում էր, ինքը շատ չսիրված մեկն էր անհավատ ու անաստված աշխարհի մեջը եւ նրան շատ հալածում էին ինքը մի ամբողջ ցանկ էր գրել թե իրան ինչեր արեցին քարկոծեցին եսի մի քանի անգամ ծեծեցին մի անգամ հաշվեցին որ մեռածա դուրս գցեցին բայց Աստված նրան դուրս բերեց այդ վիճակից ու տեսեք ինքը ոնց է պատմում ու ինչ գաղափար ունի մահի մասին որ մենք շատ անգամ մահ խոսքը լսելով վախի մեջ ենք գտնվում բայց Պողոս Սարաքյալը այսպես է ասում Ֆիլիպեցոց 1:21-ից 24 համարները շատ եմ խնդրում ուշադիր լսեցեք Ֆիլիպպийцам 1 глава с 21 по 24 стихи Վասնզի ինձ համար կյանքը Քրիստոս է ուշադիր լսեցեք եւ մեռնելը շահ Բայց եթե մարմնի մեջ ապրելը իմ գործից պտուղ է բերում, էլ չգիտեմ թե որը ընտրեմ։ Երկու կողմից էլ տեղն եմ, փապագելով դուրս գալ եւ Քրիստոսի հետ լինել, որ շատ ավելի լավ է։ Ուշադիր լսեցեք։ Բայց մարմնում կենալը ավելի հարկավոր է ձեզ համար։ Մարդը որն որ ապրում է ֆիզիկական կյանքի մեջ ու ինչպես մեզ նման մարդիկ էլի ցանկանում էր ապրել, բայց իր մեջ կար մի կարևոր բան, ինքը չէր վախենում մահից։ Ու դրա համար ազատ քարոզում էր մարդկանց։ Դրա համար մարդկանց ներկայացնում էր ճշմարտությունը, գիտենալով որ այդ ճշմարտությունը ներկայացնելու համար նա կարող էր մեռնել։ Բայց ասում է ես մեռնելու չեմ վախենում։ Ընդհակառակը, մեռնելը ինձ շահ է, ու այս ֆիզիկական կյանքում ապրելը ոչ թե ինձ համար է, այլ ձեզ համար է։ Այսօր մենք կարող ենք այդպես մտածել, ինչպես Պողոս Սարաքյանն է մտածում։ Հայտնի քարոզիչներից մեկի գերեզմանակարի վրա գրածն եմ ուզում կարդալ, որպեսզի մենք կարողանանք հասկանանք, թե երբ որ դու հավատացյալ ես, ինչ վիճակի մեջ ես գտնում, ինչ կողմն ես բռնել, որ կարողանաս դու համոզիչ ասես, որ դու ճշմարտության մեջ ես ու գնում ես դեպի հավիտենական կյանք։ Գերեզմանակարի վրա գրված բանը, որն որ գրած է այդ քարոզիչը գրել է։ Այստեղ պարկած է նա, ով որ շատ էր վախենում Աստծուց եւ դրա համար էլ չէր վախենում ոչ մի մարդուց։ Արեք ես բան ասենք, մենք կարող ենք այդ բանը ասել թե չէ։ Այսօր չնայած որ շատ դժվարություններ կա, եղբայրն էլ հիշեցրեց որ դժվարություն կա, այդ դժվարությունը միշտ էլ եղել է, բայց այսօր քրիստոնեությունը ապրում է ամենախաղաղ ժամանակը։ Գոնե Վրաստանում, եթե ուրիշտեղ չասենք, գոնե Վրաստանում ու ամենախաղաղ ժամանակ ապրելով քրիստոնեությունը այսօր շատ ցավալի վիճակի մեջ է գտնվում։ Քրիստոնեության մեծամասնությունը նայում են մարդկանց ու չնայած որ իրանք գիտեն, որ իրանք կանչված են մարդկանց ներկայացնելու Քրիստոսին, շատ մարդիկ չեն ուզում այդ բանը անել։ Ինչի անեմ, ինչի գլուխս ցավացնեմ, ինչի մարդկանց ներկայացնելու հետո որ ես կարծիքներ ունենամ։ Այսօր ոչոքին չի սպանում, գիտեք։ Այսօր առաջվա նման չի որ ինչպես առաջի դարի քրիստոնյաները, որոնք որ հալածում էին ու մեռնում էին, վառում էին նրանց, գազանների փայն էին տալում։ Ինչպես ինկվիզիցիայի ժամանակ, կաթոլիկներին միջնադարի ժամանակ, երբ որ մարդկանց խարույկների վրա վառում էին, նակաստրեժ գիժիգալի։ Այսօր ոչոքին չի սպանում։ Բայց այսօրվա մեր վախը, գիտեք ամենից շատ ինչումն է, մարդկային կարծիքների վրա։ Ինչ կմտածի մարդը իմ մասին։ Ես կգնամ ճշմարտությունը քարոզեմ, նա կսկսի ասել խելքը թրծրել է, այսինչ գժվել է այս մարդը։ Կարծում ենք որ խելքը գլխին մարդը, ինչեր է խոսում, ինչ եկյատներ է պատմում եւ շատ ուրիշ բաներ, որ շատ մարդկանց վախի պատճառ է դառնում ու մարդիկ ավելի են վախենում նրա մարդուց, քան Աստծուց։ Հետաքրքիր է, չէ՞։ Աստված մեզի ասում է գնացեք եւ ամբողջ աշխարհը ավետարան քարոզեցեք, մարդը ասում է չեմ կարող։ Ես գիտեմ որ երբ որ կգնամ քարոզելու մարդիկ իմ վրա կարծիքներ կունենան։ Ես վախենում եմ։ Ումից ես վախենում, մարդուց ես վախենում։ Ճիշտ է թե չի այդ բանը, իհարկե սխալ է։ Աստծո խոսքը ասում է որ մի կվախեցեք նրանցից։ Ովքեր որ մաքսիմում ինչ կարող են անել, ձեր մարմինները սպանեն։ Այսօր մարմին սպանող չկա, գոնե Վրաստանում, բայց միևնույն ժամանակ մենք վախենում ենք։ Մտածում ենք որ գնամ ասեմ
Բա կարծիքները, այդ էլ քիչ բան չի, երբ որ իմ մասին կարծիքներ կունենան։ Հետաքրքիր է, որ Հրեաստանում մի հատ տոն է, Պուրիմ անունով տոն։ Ես չգիտեմ, գիտես լսել եք թե չէ, մենք այստեղ մենք մարտ ամսին գնացինք, մեր հյուրերը եկել էին, այս հնդիկը օր եկել էր, մենք գնացինք ակրած այդ օրը մարտ ամսի վերջում այդ տոնն էր, այդ Պուրիմ տոնը ինչի վրա էր հիմնված, այստերի գրքի մեջ մի այսպիսի պատմություն է գրված, որտեղ որ մի հատ թագավոր կար, որը Ասուրես անունով թագավոր, եւ ինքը ուներ մի հատ պաշտոնյա, որը Աման անունով պաշտոնյա, երևի ովքեր կարդացել եք հիշում եք, եւ այդ Ամանը ցանկացավ հրեա ժողովրդին վերացնել լրիվ ամենքին սպանել տալ, միջև անգամ ինքը թագավորից հրաման ստացավ, հետո էլ բաներ սարքեց, որ պետք է նրանց սպանեին։ Ու այն ժամանակ այդ Ասուրես թագավորի կինը հրեա մի կին էր, որի անունն էր Էստեր։ Հենց կակրաս Էստեր գիրքը այդ բանը կա, եւ այդ Էստերը պետք է աներ մի բան, որն որ իր կյանքի հետ էր խաղալու։ Ինքը պետք է մտներ թագավորի մոտ եւ թագավորից խնդրեր, որպեսզի այդ Աման անունով մարդու արած գործողությունները չեզոքացնի, որ հրեա ժողովուրդը ոչ մի մեղք չունի, այդ Ամանը կատաղած է ու պետք է ուզում է այդպիսի բան անել։ Ու երբ որ այդ Էստերը պետք է մտներ, այդ Ասուրես թագավորը մի հատ օրենք ուներ, որ ինքը ոչ ոք իրավունք չուներ իր մոտ մտնել, մինչև ինքը չկանչեր։ Ու եթե մեկը խախտեր այդ թագավորի օրենքը, ինքը անպայման պետք է մեռներ։ Ու Էստերը գիտեր, որ միջև անգամ կինը լինելով ինքը իրավունք չուներ մտնելու ու այդ թագավորի հետ բարեխոսելու իր ազգի համար։ Գիտեր, որ նա կարող էր մեռնել։ Ու նայեք, հետաքրքիր է, ասում եմ կարդալ այդ մի քանի համարները, որպեսզի դուք պատկերացնեք, թե այդ երիտասարդ կինը, որն թագավորի կին էր, ինչպես մենք Դավիթի մասին ասում ենք, որն ոնց որ վրացիները ասում են փուփունեբի մեջ էր ապրում, ամեն ինչ ուներ, լավ կյանքը, լավ ուտելիքը, լավ խմելիքը, թագավորի կնիկ էր, բա ինչ պետք է աներ, ու ինքը ունենալով այդ ամեն ինչը, ինքը պարզ է որ կուզենար շատ լավ ապրեր այս կյանքի մեջ, ու ինչքան կարելի երկար, ու վերջիվերջո ինքը գիտեր որ իր այդ գործողությունը, ուրիշների հետ ինչ գործ ունեմ ես, ուրիշները թող մեռնեն, ես կապրեմ ու ինձ համար լավ կյանք կունենամ։ Ինքը չվախեցավ թագավորի հրամանից ու որոշեց գնալ իր թագավորի առաջը բարեխոսել այդ իր ժողովրդի համար։ Էստերի 4-րդ գլուխ 15-16-ն եմ կարդալու։ Իսվիր 4 глава 15-16 стихи։ Եվ Էստերը պատասխան ուղարկեց Մուրդքեին, այսինքն իր ոնց որ ասում են հորացուին, որը իրան պայել մեծացրել է, ասելով. գնա ժողովիր Շուշանում գտնող բոլոր հրեաներին եւ ծոմ պահեցեք ինձ համար եւ 3 օր գիշեր եւ ցերեկ ոչ կերեք եւ ոչ խմեք ես էլ իմ աղախինների հետ որ այդպես ծոմ եմ պահելու եւ այնուհետեւ թագավորի մոտ պիտի գնամ թեև օրենք չէ եւ եթե կմեռնեմ թող մեռնեմ։ Այս խոսքը շատ կարեւոր է, գիտեք, մարդը գիտե որ ինքը մահվան է գնում ու ինքը երիտասարդ կին լինելով համոզված եմ որ էլի ապրել կուզենալ երեխեք ունենալ, կուզենալ վայելել ֆիզիկական կյանքը, բայց ազգի համար, բարեխոս անելու համար ինքը չվախեցավ մարդուց, այլ վախեցավ Աստծուց որ օրերից մի օր Աստված պետք է պատասխան պահանջեր իր համար։ Ինչպես Մուրդքեն ասեց, ինչ գիտես, կարող է պատահի հենց Աստված դրա համար քեզ դրեց այդ թակուհի, որ դու այսօր հրեաների համար բարեխոսես թագավորի առաջ։ Էստերը չմեռավ։ Թագավորը լսեց Էստերին եւ ամեն ինչ լավ եղավ։ Մեռավ նա, ով որ վատ բան էր ցանկանում, այդ անձնավորությունը։ Ու այսօր հրեաները տոնում են Մինչև հիմի պատկերացեք քանի հազար տարի անցավ տոնում են այդ տոնը, որ հրեաները ազատվեցին, Էստերը չմեռավ, բայց Էստերի օրինակով դրանից հետո շատ հավատացյալներ էլի գնացին դեպի մահը։ Շատ մարդիկ որոշեցին, որ ես
գնամ Աստծո գործը կատարեմ, մարդկանցից չեմ վախենում, այլ Աստծուց եմ վախենում, դրա համար Աստծո գործը անելով ես կփառավորեմ իմ Աստծուն։ Գիտեք, այստեղը չմեռավ, բայց շատ հավատացյալներ մեռան։ Ինչքան մարդիկ էին, որոնք որ Աստծո խոսքի համար մեռան, ու իրանք մենք բոլորս համոզված գիտենք, որ հավիտենական կյանքի մեջ են գտնվում։ Որովհետև իրանք չվախեցան մարդուց, այլ վախեցան Աստծուց։ Եվ սա շատ նշանակալի ու այսօր մեզ համար շատ հարց է, սիրելի քույր եղբայր, ինչքանով ենք մենք վախենում մարդկանցից։ Ինչքանով այսօր մարդը վախ ունի մարդուց, համարվելով հավատացյալ ու Աստծո վախը չունի։ Ես մի հատ բան եմ ուզում ասել, որ դա կարող է պատահի մարդիկ ասեն դա քո կարծիքն է, բայց ես համոզված գիտեմ, որ եթե մարդը վարդուց է վախենում, նա Աստծո վախը չունի։ Եթե մարդը մարդուց է վախենում, նա Աստծո վախը չունի։ Ու եթե մարդը Աստծո վախ ունի, այն հավատացյալի նման նա կարող է ասել. ես վախենում եմ Աստծուց, դրա համար չեմ վախենում ոչ մի մարդուց։ Իմաստության սկիզբը Աստծո վախն է։ Ու մենք շատ անգամ իմաստության պակասություն ունենալով նորից եմ ասում, ոչ թե մեռնելու վախ ունենք, որ ես գնամ ինձ սպանեն, բան չէ, խայտարակ եղնելու։ Ամոթի վախ ունենք, որ մարդիկ ինչ կմտածեն մեր մասին, ինչ կարծիքներ կստեղծեն, ու այդ կարծիքներ ստեղծելու համար մենք ավելի լավ է սուս կենանք ու ոչինչ չասենք, քան թե գնանք ու խայտարակ եղնենք մարդկանց առաջ։ Սա ցավ է, բայց ես ուզում եմ, որպեսզի ես եւ դուք այս հարցի պատասխանը տաք, որովհետեւ քանի որ Տերը ինքան ոնց որ ասում են հոգատար է մեր հանդեպ, որ ինքը մեզ հասկացնում է, որ ժողովուրդ, եթե ուզում եք դուք ճշմարտությամբ առաջնորդվել, եթե ուզում եք ճշմարտությունը բարձր պահել ու Աստծո անունը փառավորել, դուք գիտեցեք, որ այնպես պետք է անեք, ինչպես որ Աստված է ուզում։ Բայց մենք մարդ ենք, չէ՞։ Մենք կարող ենք ամեն ինչ անել։ Ես Եսայի մարգարեության մեջ մի տեղ գտա, որն որ այսպես է հնչում։ Խնդրում եմ ուշադիր լսեցեք։ Եսայя 8 գլուխ 12-13 համարը։ Եսայя 8 глава 12-13 стихи։ Մի ասեք դաշնակցություն։ Դաշնակցություն սա զագավր, ռուսեն, որ գիտենակ էլի ինչ է նշանակում։ Մի ասեք դաշնակցություն, այն բոլորի որին այս ժողովուրդը դաշնակցություն է ասում։ Եվ նրա վախով մի վախենաք, եւ մի զարհուրեք։ Երկրորդը տեսեք ինչ է ասում։ Զորած Տիրոջ անունը սրբեցեք, եւ նա լինի ձեր համար երկյուղ եւ ձեր զարհուրանքն է։ Մի վախեցեք նրանցից, ովքեր որ կարող են ինչ-որ մի բան անել, որից հետո խնդիրների առաջ կանգնենք, այլ վախեցեք նրանից։ Առաջի երթին տեսեք ինչ է ասում։ Մինչև վախենալը մենք Տիրոջ անունը պետք է սուրբ պահենք։ Հետո էլ ենք նրանից, որոնք մեր հոգիները նույնպես կարող է մեզ ուղարկել դեպի գեհենի։ Պետրոս Սարաքյալը, հետաքրքիր է, չէ՞։ Պետրոս Սարաքյալը, վախկոտ Պետրոսը, որն վախեցավ աղախինից, վախեցավ ինչ-որ մի մարդուց, որն ոչ մի իշխանություն չուներ, հետագայում, երբ որ ինքը Սուրբ Հոգով լցված, ելի եմ ասում, շատ կարևոր է, որ մարդը Սուրբ Հոգով լցված եղնի։ Ինչքան էլ ուզում եմ մենք մեր մեջը ներշնչենք, ես չեմ վախենում, եթե քո մեջ Սուրբ Հոգի չկա, դու կվախենաս անպայման։ Սուրբ Հոգին է քեզ ուժ տալի, Սուրբ Հոգին է տալի կարողություն, որ դու կարողանաս չվախենալ մարդուց, այլ կարողանաս հասկանալ, որ վախի միակ օբյեկտը մեզ համար Աստված է։ Որի պատճառով Աստված ասում է, որ իմաստության սկիզբն է։ Առաջի Պետրոս 3 գլուխ 12-15 համարները։ Ընտրում եմ ուշադիր լսեցեք, այս էլի նույնց վկայության մասին է խոսքը, որն որ շատ մարդկանց մոտ այդ պակասում է վկայություն այն պատճառով, որ կա վախ։ 1 Պետրա 3 глава 12-15 стихи։ Որովհետև Տիրոջ աչքերը արդարների վրա են եւ նրա ականջների դեպի նրա աղոթքը։ Տիրոջ երեսը չարագործների վրա է, եւ ով է նա, որ չարչարե ձեզ, եթե դուք բարին հետևող լինեք, բայց եթե չարչարվիք էլ, երկուղից մի վախենաք, արդարության համար երանելի եք, բայց նրանց երկուղից մի վախենաք, եւ մի շփոթվեք։ Ու նայեք վերջում 15-րդ համարը ինչպես է մեզ ներկայացնում։ Այլ Տեր Աստծուն ձեզ սրտերի մեջ սուրբ պահեցեք, քիչ առաջ Եսայեն է ասեց, որ սրբեցեք Տեր Աստծուն։
այլ Տեր Աստծուն ձեր սրտերի մեջ սուրբ պահեցեք եւ միշտ պատրաստ եղեք հեզությամբ եւ երկուղատությամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մեջ եղած հույսի համար պատճառ հարցնե։ Պատրաստ եղեք, որ երբ որ ձեզի հարցնեն, ում եք հավատում, դուք ասեք ամենակարող Աստծուն։ Կարողանաք համարձակությամբ ասել, ամենակարող Աստծուն, որն որ չի ընդունում այն ինչ որ այսօր աշխարհի այդպես կոչված քրիստոնյաները ընդունում են, այլ ընդունում է այն, ինչ որ իր խոսքի մեջ գրված է։ Կարողանաք պատճառի համար, այդ ձեր հավատքի պատճառի համար ճիշտ պատասխան տալ, չվախենալով մարդկանցից։ Բայց դրա համար պետք է նախ եւ առաջ Աստծուն սուրբ պահել մեր մեջը։ Մենք կարողանանք այնպես վիճակի մեջ գտնվել, որ երբ որ մենք քարոզենք մարդկանց ու ներկայացնենք մարդկանց ճշմարտությունը, ասելով այն, ինչ որ Աստված մեզի ասել է, մարդիկ նայեն մեզի ու չասեն, սա մի բան է ասում, բայց իր կյանքով լրի ուրիշ է։ Այլ հասկացնենք մարդկանց ոչ թե մեր խոսքով միայն, այլ մեր կյանքով էլ բացատրենք, որ իրականում մենք Աստծո ճշմարտության մեջ ենք։ Ասում եմ, դուք պատրաստ եղեք ձեր հավատքի համար ամեն հարցերի պատասխանը տալ։ Ու գիտեք ինչքան է աշխարհային մարդկանց հարցեր կա, ինչքան հարցեր կա, որ մարդը կարող է գա, ձեզի հարցնի ու այդ հարցերի ժամանակ իրանք կարծիքները ունենան, որ սրանք գժվել են, սրանք էսիմ ֆանատիկներ են, սրանք ինչ ասես կարող են ասել, բայց ես չեմ վախենում։ Որովհետև ես ունեմ վախ դեպի Աստված։ Ես գիտեմ, որ եթե միջև անգամ այն մարդիկ, ովքեր ինձ ծաղրեն ու իմ մասին կարծիքներ ունենան, վատ կարծիքներ ունենան, այդ ինձ այնքան նշանակալի չի, ինչքան իմ կարծիքը դեպի Աստված։ Ու այստեղ կանգնած մարդը մի շատ կարևոր վիճակի մեջ է գտնում, ում ուրախացնեմ, Աստծուն, թե չարին, որի միջոցով մարդիկ այսպիսի գործեր են կատարում։ Փիլիպպեցոց առաջի գլուխ 27 համարը։ Պողոս Սարաքելն է հիմի խոսում։ Տեսեք, Պողոս Սարաքելը, որն որ ժամանակին ես համոզված եմ, որ ինքն էլ ժամանակին ուներ այդ մարդկային կարծիքների վրա, ու մարդիկ նայեն ոնց դե ինքը հիշում եք իր մասին ինչ էր ասում։ 4-8 օրվա թլպատված եբրայեցի Բենյամինի ցեղից հավատքի մեջ օրենքի համեմատ անարատ է, բայց այդ մարդը, որն որ այդքան ջանասեր էր իր պատվի համար, ժամանակին, երբ որ քրիստոնյա դարավ, նայեք ինչպես շուռ եկավ այդ մարդու կյանքը, ինչպես նա սկսեց մտածել լրիվ ուրիշ ձևի։ Ու ես մի տեղ եմ ուզում կարդալ առաջի գլուխն է Փիլիպպեցոց 27 համարը, որտեղ որ Պողոս Սարաքյալը ներկայացնում է իրան ու այսպես է ասում։ Խնդրում եմ ուշադիր լսեցեք։ Ֆիլիպպիցեմ 1 глава 20 стих։ Իմ ակնկալության եւ հույսի համեմատ ոչ մի բանով ամոթ չեմ լինի։ Շատի լսեցեք, այլ բոլոր համարձակությունով, ինչպես ամեն ժամանակ հիմա էլ Քրիստոսը փառավորվի իմ մարմնում, թե կյանքով եւ թե մահով։ Չեմ վախենում։ Ես կգնամ ու ճշմարտությունը կխոսամ ու իմ վախը դեպի Աստված է, որ Աստված հանգած ինձ չպատժի։ Մարդիկ ինչ կարող են անել ինձ։ Ես չեմ վախենում, ոչ էլ ամաչում եմ։ Կարող է պետք է ժամանակին ունեի այդ վախը, ամոթը, բայց հիմի չունեմ, որովհետև իմ կյանքը, ինչպես քիչ առաջ մենք կարդացինք, Քրիստոսն է եւ մահը շա։ Երբ որ մենք վախենում ենք մեռնելուց, կվախենանք ամեն ինչից, ինչ որ մեռնելուն մոտիկ բաներ են։ Խայտարակություն, անպատվություն եւ ուրիշ շատ բաներ, որ շատ մարդկանց համար մեռնելու չափ է։ Այդ էր պակաս խայտարակ եղնեմ։ Ավելի լավ է մեռնեմ, քան թե խայտարակ եղնեմ։ Բայց Պողոս Սարաքյալը դրա մասին չէր մտածում։ Նա գիտեր նպատակը, գիտեք, երբ որ մենք գիտենք ինչ ենք գտնում, ինչ ենք կորցնում, եթե մենք իրականում հավատում ենք, որ այն ինչ որ Քրիստոսը տալիս է, շատ ավելի լավն է, քան թե ինչ որ կյանքն է տալիս, մենք Պողոս Սարաքյալի նման կխոսանք, մենք անցյալ կիրագիները այս բանը հիշեցինք, ուզում եմ մի անգամ էլ ձեզ հիշեցնել, որպեսզի մտածենք դրա մասին։ Փիլիպպեցոց 3 գլուխ 7-ից 8 համարը։ Շատ կարևոր է մարդուն մտածելակերպը, ինչ ձևով է մտածում, ինչ գնահատական է դառնում։ Երկու բան, որն որ իր կյանքի մեջ կա, մարմինը, հոգին, որն է մեզ համար ավելի թանկը։ Դրանից ելած մենք կհասկանանք, թե ինչպես է Պողոս Սարաքյալը այս խոսքերը ասում։ Ֆիլիպպիցեմ 3 глава 7 и 8 стихи։ Բայց ինչ բան որ ինչ շահ էր, ու շատ էլ լսեցեք,
Այն ինչերով մենք վախենում ենք, ինչից որ վախենում ենք, այդ խայտարակությունից, սա մեր շահն է, որ մարդիկ մեր մասին կարծիք չունենան, բայց ինչ բան որ ինչ շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։ Եվ հենց ամեն բաներ էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բանից զրկվեցա։ Ամեն բանից զրկվեցա, ասենք գլուխը բռնելով։ Չէ, ասում է տեն չի անում, գիտեք, ասում է աղբ համարեցի, որ Քրիստոսի շահ եմ։ Ինչի համար։ Որովհետև ինքը հասկանում է, որ Քրիստոսը շատ ավելի բարձր է, քան այն ամեն վայելքները, ինչ որ կան այս աշխարհի երեսին։ Թեկուզև անունը, պատիվը, ինչ որ կա այս կյանքի մեջ, Քրիստոսի համար ես կարող եմ վնաս համարել։ Ես կարող եմ դա վատը համարել, միայն թե Քրիստոսին շահեմ։ Ինչ որ մի բան, որն ես կարող եմ Քրիստոսի հետ քայլելու մեջ իմ կյանքը ավելի դասավորել։ Թեկուզև դա այդ խայտարակության կամ մահի խարժին է գնում, էլի, այս որ մենք գիտենք, որ դրա պատճառով կարող է պատահի շատ վատ բան անել։ Ու հետո ով է ասում մեզի, որ երբ որ մենք հավատացյալ դառանք, մեր կյանքի մեջ մենք ավելի մեծ հարգանք պետք է ունենանք։ Ով է ասել այդ բանը։ Եթե ինչ որ մեկը ասել է, ինքը սուտ է խոսում, որտեղ Աստծո խոսքի մեջ այդպիսի բան չկա։ Ինքը մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր կյանքով ապացուցեց, որ երբ որ դու ճշմարտության մեջ ես, քեզ պետք է սիրեն։ Ու քեզ պետք է ամեն ինչ անեն, որ սպանեն։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը, երբ որ իրան ինչ որ մի բան էին անում, ինքը միշտ հարց էր տալի. ինչի համար եք ինձ անպատվում, կամ ինչի համար եք ինձ ուզում սպանել։ Մարդիկ չունեին պատասխան, որովհետև այդ մարդը ապրելով այս ֆիզիկական կյանքի մեջ ամեն ինչ անում էր մարդկանց բարիի համար։ Բայց իրան ուզում էին սպանել, ինչի համար։ Որովհետև ինքը ճշմարտություն էր քարոզում, իսկ անհավատ ու անաստված մարդկանց կամ հավատացյալ կոչված մարդկանց համար ճշմարտությունը սա ոնց որ ասում են կոմ գորլի։ Բգի մեջ մի հատ բան կա, որ ասենք չես կարող կուլ տալ, ոչ հետ տալ, ոչ առաջ տալ, այդ վիճակի մեջ կիսա խեղդված վիճակի մեջ ապրելով ավելի լավ է ճշմարտությունը ընդհանրապես չունի։ Ու նման են հայտնության գրքի մեջ են երկու վկաների սպանության համար, որ ուրախանում էին։ Ինչի ես ուրախանում, ով մարդ։ Այն մարդիկ եկել են քեզի բացատրելով, որ դժոխք կա, ու դրանից ազատվելու միակ միջոցը Քրիստոսն է։ Ու դու փոխանակ շնորհակալություն հայտնես ու փաթթվես ու համբերես այն մարդուն, դու սպանում ես նրան ու հետո ուրախանում ես ու իրար նվերներ ես ուղարկում, որ ինչ լավ էր ես մարդկանց սպանեցի։ Այսօր այդպիսի վիճակ է։ Ու մենք երբ որ ճշմարտության մեջ ենք, մենք ոչ մի լավ բան չպետք է սպասենք մտածելով։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը ինքը իր քարոզներից մեկի մեջ այսպիսի խոսքեր է ասում։ Շատ եմ խնդրում ուշադիր լսեցեք, որովհետև շատ մարդկանց մեջ եթե իլյուզիա կա, որ դառնալով հավատացյալ ինքը կարող է այս կյանքի մեջ հարգարժան մարդ լինի, սա սուտ է։ Եթե դու այս աշխարհի նման չես, աշխարհը քեզ պետք է հալածի անպայման։ Եթե դու այս աշխարհին հակառակ ես գնում, աշխարհը ամեն ինչ պետք է անի, որ քո անունն էլ միջև անգամ ջնջի։ Բայց ասեք Մատթեոսի 10-րդ գլուխ 34-36 համարները։ Սա մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքն է։ Իմը չէ, որ ես կարողանամ ձեզ ինչ-որ մի բան ասեմ։ Матфея 10 глава 34-36 стихи։ Մի կարծեք, թե ես եկա երկրի վրա խաղաղություն գցելու։ Մի կարծեք, ասում է խաղաղություն։ Չեկա խաղաղություն գցելու, այլ սուր, որովհետև եկա բաժանելու մարդը իր հորի դեմ, եւ աղջիկը իր մոր դեմ, եւ հարսը իր կեսի դեմ, եւ մարդի թշնամիները իր ընտանիքը կլինի։ Լսում եք ինչ ասում Աստված։ Ու այսօր շատ մարդիկ այսօր կարող են վկայել, որ իրականում այդպես է, ինչքան հալածանքներ կա ոչ թե ուրիշ տեղերից, այլ ընտանիքի մեջից։ Ես հիշում եմ մի հատ քույր ունենք մենք, իր մարդը, հետո վերջի ինքն էլ դառավ հավատացյալ։ Շատ կարճ ապրեց հավատքի կյանքով, մահացավ, բայց այդ մի տարի էր, թե 2 տարի էր հավատքի կյանքի մեջ ապրելով, ինչքան ուրախություն կար այդ մարդու մեջ, որ ես պատկերացնում եմ, որ ոնց կարող է այս մարդը այսքան ուրախանալ, երբ որ ժամանակին կնգան ծեծում էր, Աստվածաշնչեր էր պատրտում, ու թույլ չէր տալի, որ կնիկը եկեղեցի գնար։ Այդ մարդը վերջով հասկացավ, դարձավ դեպի ճշմարտությունը։ Հետո որ խոսում էր, ինչ որ մեկը որ չճանաչեր իրեն ու ասել ու առաջ ես մարդը այդպեսին էր, կասեին, չէ, սուտ ես խոսում, ես տես ինչ լավ հավատացյալ է, տես ինչ ոնց է ոգևորված խոսում Քրիստոսի մասին։ Բայց այդպես է, ընտանիքի մեջ իր երեխեքին հանդեպ
Երեխեքը բոլորն էլ հավատքի մեջ էին գտնում։ Կնիկը հավատքի մեջ էր, բայց ինքը դաժան մարդ էր։ Վերջով Աստված նրան ծնկի բերեց։ Շատերին ծնկի կարող է բերել, բայց այսօր մենք պետք է սպասենք, սիրելի քույր եղբայրներ։ Ոչ թե միայն սպասենք այն անծանոթ մարդկանց կողմից հալածանք, այլ նաև ընտանիքի անդամների կողմից։ Ծաղրանք, կարող է ծայեց միջև անգամ, ու ինչի համար, ոչ թե դրա համար ու վատ բան ենք անում, այլ որովհետև եկեղեցի են գալի եւ ճշմարտության հետևորդներ ենք։ Վերջում ես մի բան եմ ուզում ասել ձեզ համար, որպեսզի մենք կարողանանք մտածենք այդ բանի մասին։ Մովսեսի խոսքերն եմ ուզում ասել։ Մովսեսը ապրեց այս կյանքի մեջ, բավականին գործ կատարեց, ինքը մեծ մարդ էր, բավականին մեծ մարդ, Աստծո աչքի առաջ է, Աստված իրան ասեց, որ ամենահեզ մարդն է։ Մեծ գործ կատարեց, 40 տարի, ամբողջ մի ժողովուրդ, 2 միլիոն մարդ անապատով տարավ, ու ինչքան հալածանք, ինչքան տրտունջ, ինչքան բան, իրա հասեին։ Ու մի օր էլ, երբ որ արդեն այս ֆիզիկական կյանքից պետք է հեռանար, որտեղ Աստված ասեց, որ դու արդեն պետք է մեռնես, ինքը կանգնեց ժողովրդի առաջ ու այսպիսի խոսքեր ասեց։ Երկրորդ օրինաց 30-րդ գլուխ 19 համարը։ Второзаконие, 30 глава, 19 стих։ Խնդրում եմ ուշադիր լսեցեք։ Այսօր երկինքն ու երկիրի վկա եմ կանչում ձեզ վրա, որ կյանքը եւ մահը, օրհնությունը եւ անեծքը ձեր առաջ դրի։ Տեսեք ինչ մեծ գործ գաղափար է ասում։ Ամբողջ երկինքը, երկիրը ձեր առաջ վկա եմ դնում, որ ձեր առաջ դնում եմ կյանքը, մահը, օրհնությունը եւ անեծքը։ Ունեք վերջում ինչ է ասում։ Ուրեմն կյանքը ընտրեցեք, որ ապրես դու եւ քո սերունդը։ Մովսեսը խորհուրդ է տալիս, ասելով, որ ձեր առաջ դնում եմ երկու կարևոր բան։ Սա ես չեմ դնում, Աստված է դնում առաջերտին, հետո էլ սա փաստ է, որ այդ երկու բանը գոյություն ունի։ Կյանքը, մահը, օրհնությունը եւ անեծքը։ Ու ինքը, գիտեք, հետաքրքիր բան, փոքր երեխեքին հետ չի խոսում, մեծ երեխեքի ասում է, ես խորհուրդ եմ տալի քեզ, որ դու կյանք ընտրես։ Որովհետեւ ընտրելով կյանքը կապրես դու եւ քո սերունդը։ Գիտեք, երբ որ մենք պարզ է, որ եթե մեր առաջը դնեն ոսկին ու երկաթը, ժանգոտ երկաթը, մենք չենք նայի ժանգոտ երկաթի վրա ու ասենք, Երանի որը ընտրել, ոսկին թե ժանգոտ երկաթը։ Մենք պարզ է, որ ձեռքներս գցենք ոսկու վրա։ Բայց երբ որ այդ ընտրության ժամանակ կա պայմաններ, այստեղ որ արդեն լրիվ փոխում է բնույթը։ Աստված ասում է կյանք ընտրիր, բայց այդ կյանք ընտրելու ժամանակ ինքը իր պայմաններն է դնում։ Ու այդ պայմաններից մեկը հենց դրանում է կայանում, որ դու պետք է վախենաս ոչ թե մարդկանցից, այլ Աստծուց։ Ընտրիր կյանքը, սա շատ լավ բան է, ոչ թե միայն քեզ համար, այլ քո սերունդի համար, բայց դրա համար պայման կա, որոնով դու պետք է կատարես այդ պայմանը։ Ու այդ պայմաններից մեկը հենց դա է, որ մենք ուզում ենք հավիտենական կորստից ազատվել, բայց վախենում ենք մարդկանցից։ Վախենում ենք մարդկանց կարծիքներից, ամեն րոպե ձգտում ենք անել այն ինչ որ Աստված չի ուզում անել եւ չենք ձգտում անել ինչ որ Աստված ուզում է ասել, բայց պատճառ ունենք մենք, վախենում ենք։ Մարդիկ ինչ կարծիքներ կունենան մեր մասին։ Մովսեսը ասում է կյանք ընտրել։ Ու այդ կյանք ընտրելու ժամանակ ոչ թե մենակ քեզ համար լավ կենի, այլ քո սերունդի համար։ Դու դրանով կարող ես, այն հիշում եք այն քրոջ մասին որ խոսացի, այդ քույրը այդքան հալածված լինելով իր ամուսնու, այդ մենակ մեկի մասին չէ։ Մեր եկեղեցում գոնե մինիմում 2 հոգի կա, որոնք այդպես դաժան ամուսիններ ունեն, ու երկուսն էլ դարձի եկան զարմանալիորեն։ Երկուսն էլ դարձի եկան։ Այդ քույրը շատ խոնարհությամբ ամեն ձևով չեր վախենում իրար, այդ քույրերը ավելի շուտ, երկու քույրերը չէին վախենում իրաց մարդկանցից։ Ու օրերից մի օր այդ քույրերից մեկը, որն այն բան մասին չեմ ասում, որ առաջի անգամ ասեցի, երկրորդ քույրը, գիտեք ինչ ասեց իր մարդուն։ Ասում է քեզանից չեմ եղնի, բայց եկեղեցուց կեղնեմ։
Այ կանգնեց մարդու առաջ ասեց, ինքն էլ բավականին մեծ քանակությամբ երեխեք ուներ։ Ու իր մարդն էլ գործ ուներ, մի գործ ուներ, որն իր ընտանիքը պայում էր, ինքը չէր աշխատում, բայց ինքը վտանգ ունենալով, որ կարող է պատահի մարդուց զրկվել ու այդ եկամուտից պակաս լինել, կանգնեց մարդու առաջ ու ասեց. Ես պետք է եկեղեցի գնամ։ Ուզում ես բաժանվի, բայց ես եկեղեցու չեմ հեռանում։ Հետաքրքիր է, գիտեք, այդ վտանգը, որն որ այդ կինը իր վրա վերցրեց, վերջի վերջով բարի վերածվեց։ Այդ մարդը դարձի եկավ։ Սահմանալու է, այսքան մետր ու կես բոյ ուներ։ Որ կնգան նայելու մարդուն տարբերություն է, կնիկս դառով է, բայց ինքը այնքան շուշտ էր, ուզում էր կնգան ծեծում էր ու թույլ չէր տալի, բայց վերջի վերջով այդ շուշտի մարդը դարձավ հավատացյալ։ Էլի կարճ կյանք ապրեց, բայց վերջի վերջով հավատքի մեջ մեռնելով հույսով ենք, որ երբ մենք էլ գնանք երկինք, իրան այնտեղ կհանդիպենք հավիտենական կյանքի մեջ։ Չվախենալ մարդկանցից, դու կարող ես շահել շատ հոգիներ, վախենալով մարդկանցից, դու կարող ես կորցնել շատ հոգիներ, որի համար պատասխան պետք է տաս։ Դրա համար համարձակությամբ քարոզենք Աստծո խոսքը։ Ով ինչ կասի, թող իրանց կարծիքները լինի, բայց մենք քարոզենք Աստծո խոսքը, որովհետև Աստված մեզ ասեց. գնացեք եւ ամբողջ աշխարհը ավետարան քարոզեցեք։ Ով որ հավատաց ու մկրտվեց, կփրկվի, ով որ չհավատաց, կդատապարտվի։ Մենք մեր գործը անենք, մարդիկ էլ իրենց գործը թող անեն։ Ու մենք ամեն ձևով փառավորենք նրան, որն արժանի է փառքի, պատվի, երկրապագության։ Տերը թող բոլորիս օժնի, թող միշտ փառավորվի, հիմա եւ հավիտյանս հավիտենից ամին։